Ես օրինակ կողմ եմ իհարկե, որ Եվրոպական միության հետ այդ թվում նաև տնտեսական համագործակցությունը էականորեն ավելանա, բայց հենց այս իշխանության օրոք է, որ այդ համամասնությունը Ռուսաստան, ԵԱՏՄ եւ Եվրամիություն էականորեն սրվել է։ Չնայած հաճախ ասում են, այ նախկին իշխանությունները կախվածության մեջ են դրել երկիրը Ռուսաստանից, բայց հենց այս իշխանության օրոք տնտեսական առումով Հայաստանը էականորեն ավելի կախված է Ռուսաստանից եւ ԵԱՏՄ շուկայից։ Ու այս պարզ հարցն է առաջանում, եթե դու քաղաքական առումով տրամադրված ես դեպի Եվրոպական միություն, թող մի հատ խոշոր կազմակերպություն ասեն Եվրոպական միության անդամ երկրների, որոնք Հայաստանում պատրաստ են ներդրում իրականացնել կամ քանիսն են եկել այստեղ ներդրում իրականացնելու։ Վերջինը, որ հիշում եմ, HSBC-ն ուղղակի երկրից դուրս եկավ։ Այսինքն, եթե դու քաղաքականապես քեզ տեսնում ես այդ կառույցում, առնվազն տնտեսական լուրջ համագործակցության պետք է լինի, որ իսկապես չկա, կրկնում եմ, ներդրումներ չեն գալիս։ Իսկ այն մասով, որ ուկրաինական պատերազմի բերումով կարծում եմ լավ էր, որ մեր տնտեսությունը հնարավորություն ունեցավ որոշակի այսպես դիվիդենդներ վերցնել, տնտեսվարողները փող են աշխատել, ինչը լավ է։ Այլ հարց է, թե դա ոնց է կապիտալիզացվել։ Իրական չի կապիտալիզացվել։ Այդ գումարները ոչ մի բան չեն դարել Հայաստանի Հանրապետության համար։ Այդքան պարտքը ավելացրել են։ Ուկրաինական պատերազմը հնարավորություն է ստեղծել այդքան գումար գեներացնելու, բայց ինչ է դարել դա մեր տնտեսության համար։ Տնտեսության ոչ մի ճյուղ, բացի խաղամոլությունից, այսինքն այդ կազինո եւ այլն, եւ այդ թմրաշրջանառությունից, որ էլի դարել է երևի առանձին ճյուղ, ոչ մի բան չկա, լուրջ արտադրություն չկա, լուրջ ինֆրաստրուկտուրա չկա։ Ամբողջ հարցը սա է, որ ոչ մի ձև չի բանանում, կենտրոնանում գումարը։ Չէր կարող լինել, որովհետև տվյալ դեպքում բիզնես կենտրոնացել է ապրանք վերավաճառելու վրա։ Որովհետև դրա վրա դու կարող ես նորմալ փող աշխատել, էլ ինչի համար ես դու ներդրում անում, գործարան կառուցում եւ այլ։ Ինքը այս մեխանիզմը արդեն ենթադրում էր, որ բիզնեսը սկսել է կենտրոնանալ այլ կարգի տնտեսական գործարքների վրա։ Սա ես եմ համամիտ եմ, որ լավ է, որ մարդիկ կարողացել են արագ կողմնորոշվել եւ դրա վրա փող աշխատել։ Բայց այդ աշխատած փողը չի կարող հավասարաչափ, այսպես ասենք, բաշխվել։ Մյուս կողմից տուրիստական հոսքն է մեծացել, այդ տուրիստական հոսքը հենց ավելի հավասարաչափ բաշխվելու մասին է։ Լավ կարևոր է, բայց եւս կախված չի մեզանից։ Հիմա տնտեսական քաղաքականությունը ես կրկնեմ այդ միտքը, ես ուզում եմ այդ միտքը հստակ լինի։ Մեր տնտեսական հաջողությունները մեծապես կախված են հսկայական մեծ շուկայից, ԵԱՏՄ-ի շուկայից, որի 90% Հայաստանի համար դա Ռուսաստանի շուկան է։ Եվ կրկնեմ, դու չես կարող քո արտաքին քաղաքականությունը չկապել այս հանգամանքի հետ։ Եթե դու չես կապում, ուրեմն դու ընդհանրապես չես հասկանում։ Դու տնտեսական առումով տգետ ես։ Եթե չես հասկանում, ինչ կարգի հետևանքների սա կարող է բերել։ Բայց ասում են մենք ԵԱՏՄ-ից դուրս չենք գալ, ինչքան էլ ասում են, օրենք է նույնիսկ ընդունել, բայց ասում են դուրս չենք գալ։ Ամեն տարի մեծանում է ԵԱՏՄ արտահանումը, Եվրամիության հետ էլ ասում են, հա, ինչ խնդիր կա, այսինքն ոնց որ ասում են կողմերը հակասություններ չեն տեսնում այստեղ։ Բացատրեք ավելի հակասությունը սա որն է։ Տնտեսական ու քաղաքական քաղաքականությունները։ Շատ հստակ հայտարարում է, որ համատեղելի չեն։ Այս ինտեգրացիոն միավորումը Եվրամիության հետ համատեղելի չէ։ Հիմա դու մտածում ես, այսպես ասենք, մի միավորի հետ գնալ դեպի մի միավոր, որը քեզ տնտեսական ոչինչ չի տալիս, բայց քաղաքական քո հայտարարությունները ողջունում է եւ պատրաստ է քեզ դրթում է հակառուսական քայլերին, քո քաղաքականությունը այսօր վտանգում է քո տնտեսական շահերին։ Սա է։ Սա լրջագույն խնդրեմ է այսօր։ Նայեք, թերագնահատված է Հայաստանում Ռուսաստանի տնտեսական ներդրումը, իսկապես թերագնահատված է։ Մեկ վերջերս մի նախկին պաշտոնյա մի բան ասեց, որ Ռուսաստանը մի հարցազրույցի ժամանակ Ռուսաստանը Հայաստանում ներդրում չի արել կամ քիչ է արել։ Եվ ինձ մեր թիմակիցներից մեկը այդ կտորը հարցազրույցի ուղղակի ինձ ուղարկեց, ինձ զարմացրեց։
որովհետև առաջի հերթին մենք պետք է օրինակ հիշենք նույն Հայրոս գազարդը 820 միլիոն դոլարի ներդրում Հայաստանի Հանրապետությունում։ Կայուն օրինակ իմ նախագահության ժամանակ միջին գազի գինը եղել է 1000 խորանարդ մետրը մոտ 65-64 դոլար, 8 տարի եղավ 54 դոլար։ Նույն ժամանակ Եվրոպայում Ռուսաստանը գազը վաճառում էր 3-4 անգամ ավելի թանկ գնով։ Հիմա սա ներդրում է թե ոչ։ Ռուսաստան, Հայաստան, Իրան գազամուխի կառուցումը եւս այդ ընկերությունը արեց։ Ռազդանի 5-րդ էներգոբլոկը եւս այդ ընկերությունը արեց։ Ստորգետնյա գազի պահեստավորման այդ ծավալները կրկնապատկել են, որը մեր էներգետիկ համակարգի կայունությունն է համակարգի ապահովել։ Սա ներդրում է թե ներդրում չի։ Հիմա այդ ամբողջը իրար հետ եթե գումարենք, հսկայական ծավալ է։ Սա կարևոր է մեզ համար, իհարկե կարևոր է։ 54 դոլար 1000 խորանարդ մետր գին գույություն չուներ։ Պարոն նախագահ, իսկ հիմա այդ նույն գինն է։ Այս ծավալների չէ, հիմա շատ ավելի թանկ է։ Շեշտակի է աճել։ Բայց ես ասում եմ այ ներդրումների մասին, որոնք հնարավորություն են տվել Հայաստանը ուղղակի ոտի կանգնեցնել։ Ես երբ դարձել եմ նախագահ, իմ նաև նախաձեռնություններից մեկն էր այդ Հայ-ռուս գազարդի ստեղծումը։ Այն ժամանակ գազոֆիկացման ծավալը եղել է մոտ 17% թե 20%։ Հասցրել ենք 95%, որ 95%-ը նշանակում է Հայաստանի տարածքի 95%-ը այդ հնարավորությունը ունի։ Կարող է մի բաժանորդ միանում է դրան, մյուսը չի միանում դրան, դա արդեն այլ հաշվարկ է, բայց մեր գազոֆիկացման աստիճանը եղել է համարյա կրկնակի ավելի մեծ, քան Ռուսաստանի հենց։ Մենք Ռուսաստանից գազ ենք բերում, բայց մեր համակարգը երազելի էր նաև եվրոպական երկրների համար, որտեղ գազոֆիկացման մակարդակը 30-40% է, մեծ մասում այդ երկրների։ Հիմա սա վերաբերմունք էր Հայաստանի նկատմամբ, թե վերաբերմունք չէր։ Էկոլոգիայի տեսանկյունից լրջագույն խնդրեմ էր անտառահատումները։ Գյուղական հատկապես բնակավայրում անտառները հատում էին։ Եվ ամեն մի գյուղ գազոֆիկացնելով մենք լուծում էինք նաև բնապահպանական հարց։ Որտե մարդիկ գազ են ստանում եւ անտառ հատելու ոչի խնդիր այլևս չեն ունենում։ Շղթան բազմաշերտ է։ Այսպիսի հարցեր կան, որոնց մասին երևի մարդիկ արդեն մոռացել են։ Բայց պետք է հիշեցնել։ Եվ ես նման օրինակներ նաև այլ կարգի կարող եմ բազմաթիվ օրինակներ բերել։